փաստաթուղթը այն ժամանակ պետք է ստորագրի, երբ որ կա համարժեքություն, կա հավասարություն, երկու կողմերի կամ արտահայտություն, ասենք հարցը իրականում հասնելու խաղաղության, բայց որ նայում ենք, ասենք իրանց ռետորիկային, ես ոնց որ մի քիչ, ասենք չեմ ուզի այս պայմաններում մենք խաղաղության պայմանագիր կնքենք, այսինքն գիտեք ոնց որ զիջողի դերում գտնվելով սենց ասած չկնքենք այդ պայմանագիրը, թող կնքենք հավասարի դեպքում։ Խաղաղություն չի կարող լինի, հազարամյակներով ենք մենք տուժված, չի կարող լինի դա։ Հա, 100-ի համար կարող խաղաղություն լինի, բայց 10-ի համար խաղաղություն չի լինելու։ Մարդիկ կորցրել են։ Ոնց կարող է լինի։ Հա, սերունդներ փոխվի կամ կոմունիստական իշխանություն պետք է լինի, որ ազգային տարբերություն չդնի։ Այդ վաղտ ասենք մահակը, եթե ձեռներին ունենի, կլինի այդ բանը։ Պետք է զինվեք, ամենակարևոր հարցը դա է, անպայման պետք է մենք զինվեք, դա պետք է լինի, եթե մենք ուժեղ լինենք, մենք ուժեղ ենք, էլի մենք ուժեղ ենք, այսօր ճիշտ է մենք ցույց ենք տալիս, որ այսպես, մենք շատ ուժեղ ենք, էլի կգնանք վրաներով կանցնենք, բայց մենք չենք անում դա, մենք խաղաղություն ենք ուզում, միայն խաղաղություն։ Շնամու հետ խաղաղություն։ Կլինի, 3 անգամ այդ նույն բանը եղել է Հայաստանում, 3 անգամ, էլի խաղաղություն եղել է։ Բան ես կասկածում եմ։ Որ կստորագրեն։ Խաղաղություն։ Եթե ինքը ասենք հնությունները ջարդում թափում, երեզմաններ, խաչքարեր, տոեսին, եկեղեցիներ, բաներ, ոնց կարաս ասես դրա բաժ։ Կամ ինչ չեն դրա դեմ առնում։ Չէ՞ միջազգային բանը թող ասա, ինչ ես անում։ Պետք է լինես ուժեղ, որ քո հետ հաշվի նստեն։ Պարտված երկրի ղեկավարը, պատերազմի պարտված երկրի ղեկավարը չի կարող լինի, ավարտված է այդ թեման, ինձ համար դա է։ Վերագույն գլխավոր հրամանատարը եթե պարտված է ալնում, բնական է, սենց էլ պետք է լինի, լավ կլինի, ստեսություն ասի, ուրիշ բան չէ։